Ախալքալակ Կարս երկաթուղին, որն այլևս բաց է Հայաստանից արտահանումների եւ մեր երկիր ներմուծումների համար, այնպես ինչպես ադրբեջանական երկաթգծերը վարչապետի բնորոշմամբ մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Հայաստանն այսօր Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա նաեւ Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ։ Հիմա այլևս Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով նաեւ Եվրոպական միության հետ։ Առաջիկայում Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, ապա եւ Նախիջևանով Հայաստան-Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում TRIP նախագծի իրագործման արդյունքում։ Այս երկաթուղով հայ գործարարներն իրենց բեռնափոխադրումները կարող են կատարել մի քանի տարբերակով։ Օրինակ Հայաստանից ապրանքների արտահանման համար կամ գնացքները բեռնեն կամ էլ բեռնատարներով դրանք հասցնեն Ախալքալակ, այնտեղից ճանապարհը շարունակեն գնացքով։ Այս պահին սակայն ըստ տնտեսագետների Ախալքալակ Կարս երկաթգծի միայն մինչև 25% թողունակությունն է օգտագործվում, այսինքն այն թերբեռնված է։ Ոչ եկամտաբեր երկաթուղի է, շահու չէ գեներացում, ապրանքներ չեն գնում, չեն գալիս։ Այդ երկաթուղի մտածված էր, որ մեծ ծավալները պիտի տեղափոխի, համապատասխան իր ընդհանրեն գումարները, որտեղ ներդրված է, եթե են գալու մոտավորապես մի 10 տարի, 15 տարի հետո, մտածել են, որ Ղազախստանից, Միջին Ասիայից ընդհանրեն ահագին բեռներ, միլիոնավոր տոննաներ կգնա, չի գնում դա, կա։ Ապրանք չկա, որ երկաթուղին լցվի։ Ի տարբերություն հայաստանյան իշխանությունների փորձագիտական վերլուծական համայնքում այնքան էլ ոգևորված չեն Ախալքալակի երկաթուղով, Կարս, ապա նաև Եվրոպա հասնելու հնարավորությամբ։ Մասնագետներն ասում են, այն ոչ թե հայկական տնտեսություն է զարգացնելու, այլ թուրք-ադրբեջանական։ Հիմնավորում են երկաթգծին Հայաստանի միացումը կարող է լրացուցիչ ֆինանսական հնարավորություններ ստեղծել Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղային նախագծի համար, որն այդպես էլ տնտեսական ակնկալիքներն ամբողջությամբ իրականություն չդարձրեց։ Այդ երկաթուղով մարդիկ իմաստ չկա տեղով ապրանք տեղափոխել, որովհետև ապրանքի ինքնարժեքը տրանսպորտային ծախսերի բարձրանալու հաշվին բավականին բարձրանում է, ձեռնատու չի լինելու։ Ընդ որում կա այս պահին հենց այդ երկաթուղու պայմաններում զուգահեռ աշխատող Երևան, Փոթի եւ Բուլղարիա գիծը։ Այսինքն Եվրոպա հասնելու հնարավորությունն այսպես թե այնպես կա, այս դեպքում եւս մուլտիմոդել միջանցքով, երկաթուղու Երևանյան կայարանից դեպի Փոթի, ապա վրացական այս կանգառից նավով բուլղարական ափ։ Դուք տնտեսվարող եք, չէ, ուզում եք որևէ բան արտահանեք։ Ունեք տարբերակ, ենթանք Երևան, Փոթի, Փոթից միանգամից Եվրոպական միության երկրներ։ Եվ այդ ճանապարհը գործում է սակագները բավականին նորմալ սակագներ են եւ ձեզ առաջարկում է Երևանից գնաք հասնեք Ախալքալակ, Ախալքալակում բեռնաթափեք, Ախալքալակից երկաթուղով տանեք Կարս, Կարսից շարունակությունը լինելու թուրքական երկաթուղով, այս ամբողջը անելու ընթացքում այդ հայկական տնտեսվարողը այդ իր արտահանածի վրա մի բան ինքը փող դնի, որ այդ տրանսպորտային ծախսերը փակի։ Մասնագետներն այստեղ հիշեցնում են Փաշինյանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագիծը, որն ասում է, թե այդպես էլ թղթին մնաց, այնպես ինչպես խաչմերուկը տեղից չշարժվեց, այն մնաց Վրաստանում։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանի տնտեսությունը այս տարվա առաջին եռամսյակում աճել է 4%-ով, այստեղ հիմնական շոկ է քարշը շինարարությունն է 20.6% աճ, որին հաջորդում են արդյունաբերությունը 12.5% աճ եւ փոխադրումների ոլորտը 12.2% աճ։ Այս համապատկերում մի հարց է առաջ գալիս, եթե Հայաստանից դեպի Ռուսաստան վերարտահանման ծավալները նվազում են, ապա ինչի հաշվին է աճում արդյունաբերությունը։ Ֆիքսենք, որ այս ընթացքում Հայաստանում չեն ստեղծվել նոր արդյունաբերական ընկերություններ։ Ըստ փորձագետների արդյունաբերության աճի մի մասը կապված է շինարարության աճի հետ։ Արդյունաբերության աճը պետք է կապել հիմնականում ավելի շատ շինարարության մասով, այն արդյունաբերական ճյուղերը, որոնք սպասարկում են շինարարությանը։ Մետաղական ամրաններ, խողովակներ, էլեկտրական լարեր, պլաստիկ նյութեր, ներքին հարդարման քսուկներ։ Շինարարությունից բացի արդյունաբերության դրական դինամիկայի վրա էականորեն ազդել է պղնձի պահանջարկի բարձրացումը, որը պայմանավորված է տարեսկզբին ոսկու գնաճի հետ։ Ոսկին իր հետևից ավանդաբար առաջ է մղում կամ իջեցնում մյուս թանկարժեք մետաղների գները։
Վերակշռող է դարձել արդեն պղինձը, որ ավելի անհրաժեշտ է շուկային միջազգային եւ որոշ չափով նաեւ ֆերոմոլիբդենը։ Դրանց հաշվին նաեւ կարող է լինել։ Ընդ որում պիտի հաշվի առնենք, որ անցյալ տարի միտինգների պատճառով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ահագին տուժեց։ Հիմա հնարավոր է, որ նաեւ ինքը եթե վերականգնվել է իր նախկին մակարդակին, տոկոսային առումով այդ աճը նույնպես երևա։ Համախառն ներքին արդյունքի երամսյակային տվյալների հրապարակումը զարմանքի տեղիք տվեց։ Ցավոք ավանդաբար արդեն ֆիքսվել է գյուղատնտեսության 1.6% անկում, բայց անկում է գրանցվել վերջին տարիներին առաջանցիկ տեմպերով զարգացող ֆինանսական հատվածում 13%։ 2022 թվականից սկսած ֆինանսական ծառայությունները արտահանվող են դարձել մասամբ, ինչը պայմանավորված է այս տարածաշրջանային կոնյուկտուրայով, սանկցիոն ռեժիմներով։ Այսինքն Հայաստանի ֆինանսական համակարգը հանդիսանալով կամուրջ արևմտյան եւ ռուսական ֆինանսական խաղացողների միջև էական շահույթ է գեներացնում նաեւ արտաքին շուկաներում։ Արտահանման դեպքում ինքը դառնում է բավականին տատանողական, այսինքն այս պահին բանկը մեծ գործարք է կատարում ֆինանսական շուկայում, դրա մեջ որոշակի մարժա է ձևավորում, դա շահույթ է, որը ամրագրվում է որպես արդյունք բանկային համակարգի, նաև հնայում է արտացոլվում։ Մյուս ժամանակահատվածում դա ավելի փոքր է լինում, բնականաբար այստեղ անկում է առաջանում։ Ընդհանուր առմամբ ըստ փորձագետների Հայաստանի տնտեսության աճը մեծապես շարունակում է կախված լինել արտաքին գործոններից։ Մերձավոր Արևելքում սկսվեց ճգնաժամ, հայկական խոշոր կապիտալը Դուբայի անշարժ գույքի շուկայից վերադարձավ Հայաստան, ակտիվացրեց անշարժ գույքի տեղական շուկան, ըստ այդմ շինարարությունը, այսինքն սրանք գործոններ են, որոնք որևէ կերպ կախված չեն ներսում տարվող տնտեսական քաղաքականության հետ։ Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրից մինչև Կոտայքի մարզի Եղվարդ Հրազդան տանող ճանապարհն է։ Մի քանի կիլոմետրանոց այս հատվածում փոսերն այնքան շատ են, որ վարորդները չեն կողմնորոշվում, որը առաջին հերթին շրջանցեն։ Դու չգիտես որ փոսից փախցնես։ Այնքան շատա չէ։ Ամեն օր մի քանի մեքենա է վնասվում, հատկապես գիշերային ժամերին լուսավորության բացակայությամբ, պարագայում վիճակն ավելի խնդրահարույց է դառնում։ Բնակիչները մեքենաների թափարգելներն, անվահեծաններն են վնասում։ Դեպքեր են եղել, երբ կանչող ժամանակ շտապօգնության մեքենան է նույնիսկ վնասվել։ Այն փոսը անընդհատ ավազ է գլցնում։ Այս ճանապարհն էլ գոնե հիմնանորոգ է։ Շարժը նախ բավականին շատ է, ինտենսիվությունը շատ է, տրանսպորտային միջոցների երթևեկությունը ահավոր շատ է։ Այդ թվում մարզային ոնց որ ասեմ գազելները, մարդատար գազելներն են երթևեկում ու ամեն անգամ վարորդները կամ անվայծաներն են կոտրում, կամ թափարգելները, անիվներն է պայթում։ Քաղաքացիները ուշադրություն են ակնկալում, ասում, որ մարդաշատ ճանապարհ է ու որ օր առաջ պետք է տարբերակներ գտնել ու լուծել փոսերի հարցը։ Հրազդանի միկրոշրջան թաղամասի թիվ 212 եւ դրան հարակից շենքերը խմելու ջրով են ողողվել։ 1 մետր բարձրությամբ ջուրը նկուղներ ու մուտքեր է լցվել։ Բալի։ Այս քանի ժամ է այս վիճակն է։ Առավոտից։ Փրկարար Ծառայության Հրազդանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները քաղաքացիների հետ շենքից տարհանել են 50-ից ավելի բնակչի, այդ թվում երեխաների։ Նաև մեքենաներ են դուրս բերել։ Ամբողջ մուտքերը հեսա տեսնում եք։ Ամբողջ նկուղները, մուտքերը ջուրա լցված։ Գիշերվանից են վեոլյա ջուր զանգահարել, բայց ժամանել են առավոտյան։ Փրկարարները հատուկ տեխնիկայով ու խողովակներով փորձել են ջուրը դուրս բերել։ Իսկ վեոլյա ջուր ընկերության աշխատակիցներն էլ վթարը վերացնելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացրել։ Մի քիչ պակաս է այս տարի, ոչ թե մի քիչ շատ պակաս է, դա փաստ է։ Այս տարվա գարունը Արարատի մարզի ծիրանենիների համար բարեհաճ չեղավ, անընդհատ անձրևները, խոնավությունն ու եղանակային կտրուկ փոփոխությունները վնասել են բերքը։ Այստեղ Ծիրանի հայրենիքում այգեգործներն ասում են, ամենադժվար տարիներից է։ Ծիրանը չեչոդում է եղանագից, խոնավությունը դեղնում թափում է, ամեն ինչին էլ վնաս է այս եղանագի անձրևները, հետենց ասում։
Իշեն այդ ցուրտը անան վնաս է տալիս։ Փրկելու համար ամեն ինչ անում են։ Զորիկ Պապը նույնիսկ 20 փեթակ մեղու է պահում, որպեսզի գոնե բնականon փոշոտումը ապահովի։ Անցած տարի մենք 200 դրամով էլ տիրան ենք տվել։ Կարող է այս տարի տիրանի գինը, որ սակավա դառնա 1000 ու եղել ատարիներ 700, 800։ Միայն ծիրանի դեղորայքի վրա ծախսված գումարը կես միլիոն դրամի է հասել։ Գյուղացիներն ասում են այս տարվա եկամուտը նույնիսկ ներդրված գումարը չի ծածկելու։ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են այս տարի եղանակով պայմանավորված որոշ մարզերում պտղատու այգիների բերքատվության անկում կա։ Նախարարությունը մշտադիտարկումներ է իրականացնում, քննարկում են աջակցության տարբեր ծրագրեր գյուղատնտեսական ռիսկերի նվազեցման եւ տնտեսվարողներին աջակցելու համար։ Եղել եմ հոկտեմբերյանի կողմերն էլ, ելել եմ աշտարակի կողմերն էլ, պակասա, սակավա։ Տեղ կա խպածա, տեղ կա խպաշի։ Դե եղանակներից ապրանքը փճանում է, ճակում է։ Օրինակ այս գյուջաշլորը սաղ եղանակի պայմաններից ճակել է։ Ես այսօր հավաքել եմ, ասե 100 կիլոյի մեջից մի 30 կիլո նախ ճակած եմ։ Արարատի այգիներում այս տարի բերքից ավելի շատ հիասթափություն կա, գյուղացիներն ասում են, ամբողջ տարին աշխատեցին, բայց հիմա նույնիսկ չգիտեն, հաջորդ տարի նույն ուժով կկարողանան շարունակել։